Բարի առավոտ էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով։ Այսօր հունիսի 10-ն է եւ ինչպես միշտ ամեն ամսվա 10-ին մեզ հյուր է գալիս մեր սիրելի Վլադիմիր Բաբայան եղբայրը, նա Արարատ եկեղեցու հովիվն է եւ այսօր շատ ուրախ ենք, որ միասին ենք Վլադիմիր ջան, շնորհակալություն, որ եկար եղբայրս։ Ես էլ եմ շնորհակալ Աբրամ ջան, շնորհակալ քեզանից Տիրոջից եւ այն ընկերներից, ովքեր իսկապես սպասում են, ամեն առավոտյան սպասում են Աստծո խոսքով իրենց սրտերն ու հոգիները լցնելու։ Ամեն, փառք Տիրոջը։ Մենք շատ սիրում ենք եւ ուրախ ենք, որ նորից կրկին անգամ ուզում դասել, որ մեզ հետ ես եւ առավոտ կանուխ այսօրը մենք սկսել ենք Աստծո խոսքով, ինչպես միշտ վերնագիրը չի փոխվում, մտերմություն Աստծո հետ եւ սիրով քեզ լսում ենք եղբայրս։ Փառք Տիրոջը։ Մտերմություն Աստծո հետ, կարծում եմ ամենակարևոր թեմաներից է հոգեվոր մեր կյանքի համար, որից բխում է մնացած ամեն բան։ Կարծում եմ առանց մտերմության հոգեվոր կյանք գոյություն չունի։ Կա նրա իմիտացիան, կոպիան, անգույն տարբերակը, որին կարես նաև կրոնական կյանք անվանես։ Բայց երբ սկսում է մտերմությունը Աստծո հետ, այդ ժամանակ սկսում է քո հոգեվոր կյանքը, որովհետև Սուրբ Հոգին որպես կյանքի ջրի գետեր, այդ ժամանակ սկսում է բխել քեզանից, քեզ համար եւ քո շրջապատի համար։ Փառք Տիրոջը։ Առանց մտերմության հոգեվոր կյանք չի լինում։ Իսկ մտերմությունը սկսում է, կարծում եմ, Տիրոջ խոսքի նկատմամբ քո դիրքորոշումը հստակեցնելով։ Ամեն։ Եթե մի փոքրիկ ամփոփեմ մեր այս ընթացքի թեմաների առանձին կտորներ, ապա պիտի սկսեմ սրանից։ Հակոբոսի թուղթն ասում էր. մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Եվ սա պատվեր էր, պատվիրան էր, որով Աստված սովորեցնում էր մեզ, որ դեպի որ ուղղությամբ պիտի քայլեն հոգեվոր կյանքի մեջ մեր քայլերը, դեպի որ ուղղությամբ պիտի գնան մեր ոտքերը։ Եվ բարձում է այլ ուղղություններ էլ կան։ Մենք կարող ենք ապրել առանց Աստծուն մոտենալու, մենք կարող ենք ապրել առանց Աստծո։ Մարդիկ կարող են եւ շատերն ապրում են այսօր էլ առանց Աստծո եւ առանց նրա հետ մտերմության փնտրտուքի, բայց արդյոք դրան կյանք ասել կարելի է թե ոչ, կամ մյուս կողմից դա Աստծո կամքն է թե ոչ։ Շատ կարևոր է սովորել Աստծո կամքը եւ այդ կամքի մեջ հասկանալ քո արարքները, գործերը, քայլերը, խոսքերը որքանով են համապատասխանում կամ որքանով չեն համապատասխանում։ Եթե համապատասխանում են, ուրախանաս եւ փառքից դեպի փառք քայլեր շարունակես, եթե չեն համապատասխանում, ապա շտկման խնդիրը լուծես եւ փորձես Տիրոջը ել ավելի մոտենալ, որովհետեւ այդ ժամանակ ինքը մոտենում է քեզ։ Եթե մեր կյանքում Աստված իր կարևորագույն տեղում չի, իսկ Աստված իր աստվածային տեղում պիտի լինի մեր կյանքի մեջ, որպես մեր փառաբանության եւ ավելին երկրպագության կենտրոնը պիտի լինի։ Ոչ թե միայն պիտի ուրախանանք նրանով, թե ինչ Աստված տվեց ժամանակ առ ժամանակ կամ տալիս է նաեւ այսօր, այլ հենց ամենամեծը, որ Աստված տվել է մեզ, դա ինքն իրեն տալն է, ընծայահեղելն է մեզ։ Երբ Աստված ոչինչի առաջ կանգ չառնելով միացնին տվեց մեզ համար։ Տվեց մեր փոխարեն մեղքի դատաստանն ու դատապարտությունը նրա վրա դնելով, որպեսզի մեզանից յուրաքանչյուրին այլևս որպես մեղավորներ չդիտարկի, այլ կարողանա Հիսուսի արյան շնորհիվ միջոցով նայելու մեզ եւ մեզ առավել մաքրված ու սրբված տեսնի Հիսուսի պատճառով, սիրո պատճառով, Քրիստոսի մեջ։ Ամեն։ Շատերն ասում են քրիստոնեական խորհրդապատկեր է խաչը, այո, շատերս կրում ենք մեր վրա խաչը, որպես խորհրդապատկեր, որն ասում է մեզ քրիստոնյա լինելու մասին։ Ուրիշ կրոնի ներկայացուցիչները խաչ չեն կրում։ Թեև խաչը սովորաբար ներկայացնում են որպես մահապատժի մի ձև, մի տեսակ, ասում են ինչ եք դա կրում, իրականում մեզ համար խաչը Աստծո սիրո նշանն ու պատկերը, որովհետև Աստված այնպես սիրեց ինձ ու քեզ, այո, Աստված այնպես սիրեց ինձ ու քեզ, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն անգամ նրան հավատալով չկորչեմ, չկորչես եւ հավիտենական կյանք ունենամ եւ հավիտենական կյանք ունենա յուրաքանչյուր հավատացյալ։ Փառք Տիրոջը։ Աստծո խոսքը վերցնել, դարձնել սեփականը քոնը։ Սրա արդյունքում որ այդ խոսքը սկսում է որպես կերակուր աշխատել քո հոգևոր օրգանիզմի մեջ, տալով քեզ այն բավարար
մասնիկները, որոնք անհրաժեշտ են քո հոգևոր կյանքի համար։ Լավ, մոտենանք Աստծուն։ Ինչպես մոտենանք Աստծուն։ Ինչպես է Աստծո խոսքը պատվիրում մեզ մոտենալու իրեն։ Եվ այստեղ Ինչ է նշանակում մոտենալ Աստծուն կամ ինչ կերպով մոտենանք նրան։ Արդյոք մենք գիտենք որտեղ Աստված որ մոտենանք նրան, իսկ Աստծո խոսքն ասում է Աստված ամենուր է, ապա ինչպես մոտենանք նրան, որքան հեռու է այդ ճանապարհը, որքան ժամանակ է անհրաժեշտ նրան մոտենալու համար, այո, հեռու է թե մոտիկ է Աստծո մոտենալու ճանապարհը, եւ մոտիկ, եւ հեռու, որովհետեւ Աստված անսահման բարձր է եւ մարդու համար անհասանելի բարձունքներում է բնակվում, բայց միաժամանակ ամենամոտն է մեզ, կանգնած մեր սրտի դռների մոտ։ Ասում եմ ես բարձունքներում եմ, բայց կոտրած ու խոնար հոգիների նկատմամբ միևնույն ժամանակ։ Փարթիրոջը, այո, եւ նաեւ հայտնության գիրքն ասում է, որ ես կանգնած թակում եմ սրտի դռները։ Իմ կարծիքով Աստծո այդ թակոցը միայն անապաշխար մարդկանց սրտի դռները չի, որ թակում է այնտեղ գալու եւ այնտեղ ընթրիք ու կյանք բերելու։ Ես կարծում եմ ամեն օր Տերը թակում է նաև մեր սրտի դռները, կարծում եմ մանավանդ, որտեղ Սուրբ Գիրքը ենթադրում եմ ոչ թե նամակ է ուղված անապաշխար աշխարհին, այլ նախ նամակ է սիրո նամակ ուղված իր սիրելի ժողովրդին։ Ինձ ու քեզ, ամեն։ Եվ եթե նրա մեջ կա գովասանքի խոսքեր, փառք Տիրոջը, եթե այդ խոսքերը շոյում են մեր սիրտն ու հոգին, հրաշալի է, բայց ինչպես վարվենք, երբ այդ խոսքերը ժամանակ առ ժամանակ նաև վիրավորում են կամ ոչ թե վիրավորում են, այլ նախատում են մեզ, մեր սխալների եւ մեղքերի համար։ Ես մի հարց տամ, ուղիղ համեմատական կարելի է համարել վերաբերվել Աստծո հետ կամ վերաբերվել իր խոսքի հետ։ Եվ այո, եւ ոչ։ Այն տարբերությամբ, որ եթե Աստծո խոսքը դիտարկում ենք որպես Աստծո կենթանի խոսք, Աստծո բերանից ելած, այս դեպքում այո, եթե Աստծո խոսքը ուղղակի գրավոր խոսքն ենք դիտարկում որպես ինֆորմացիայի աղբյուր, այս դեպքում դժվար է նրանից ինչ որ բան առնելը։ Աստծո խոսքի մեջ լոգոս եւ ռեմա տարբերակներ ունենք Աստծո խոսքի, եւ երբ Աստծո կենթանի խոսքի մասին է խոսքը, դա նույնանում է Քրիստոսի հետ, որովհետեւ Քրիստոսը բանն էր, որը սկզբում է եւ նա Աստված է։ Այո։ Դու Աստծո հետ նախ հանդիպում ես իր խոսքի մեջ։ Ոչ թե դուրս ես գալիս ինչ որ մի հատվածում նրան գտնելու համար, կյանքիդ ինչ որ մի իրավիճակում, դժվար լինի թե ոչ, էական չի, այլ դու Աստծո խոսքը ընթերցելու ժամանակ հանդիպում ես նրա հեղինակի հետ, որը եւ խոսում է քո սրտին այդ խոսքերը, ոչ թե քո մտքին եւ դառնում գիտելիքի աղբյուր միայն կամ ինֆորմացիայի աղբյուր, քեզ համար, որ ժամանակ առ ժամանակ այստեղ կամ այնտեղ դու կարողանաս ինչ որ բաներ մեջ բերել Աստծո խոսքից որպես տեղյակ ինֆորմացված մեկը, այլ Աստծո խոսքը վերածվում է կյանքի աղբյուրի, որ այն սկսում է սնել, իր սնող գործողությունն անում։ Իմիջիալոց հետաքրքիր մի բան ասեմ։ Տեսեք, սեղանի վրա երբ դրված են ուտելիքները, բոլոր ուտելիքները տեսանելի են։ Բոլոր ուտելիքները ունեն որոշակի ձև եւ ունեն որոշակի համ։ Բայց դրանցից յուրաքանչյուրը սեղանի վրա դեռ ոչինչ չի անում օրգանիզմի համար։ Երբ այդ սնունդը մարդը վերցնում է եւ ուտում, նրանք կորցնում են իրանց տեսքն էլ, իրանց ամեն ինչը, եւ նրանք անգամ անտեսանելի են դառնում, որովհետեւ հայտնվում են օրգանիզմի մեջ։ Այդ ժամանակ սկսում է նրանց կարևորագույն դերակատարումը։ Երբ Աստծո խոսքը դու հավատքով վերցնում ես քո սրտի մեջ, անգամ քո աչքերին անտեսանելի վիճակում նա քո կյանքում կերտում է մի պատկեր, որը Քրիստոսի պատկերն է։ Եվ դու սկսում ես ժամանակ առ ժամանակ մոտենալով Տիրոջը առավել ճանաչել նրան։ Եվ նրան առավել ճանաչելով դու հասկանում ես, որ ճանաչված ես նրա կողմից, որտեվ սա էական է ու կարևոր։ Մարդիկ մի ամբողջ կյանք ապրում են իրենք իրենց չճանաչելով եւ մտածում են, որ եթե ամեն անգամ մենք մեզ նորովի հայտնաբերում ենք, ապա ինչա լինելու այդ process-ի ավարտը։ Չէ՞ որ ամեն անգամ հայտնաբերում ենք եւ հայտնաբերած յուրաքանչյուր հատկանիշը կամ կողմը հակասում է նախորդին։ Ու հասկանում ես, որ առանց Աստծո դու շատ հակասական էակ ես։ Եվ այսօր կարող ես մի բան անել, վաղը ճիշտ դրա հակառակն անել, բայց դու երկուսում էլ նույնքան համոզված ես եղել։ Երկուսում էլ նույնքան համոզված ես եղել, սա է խնդրեմը։ Մարդը փոփոխական է, ժամանակի մեջ, տարածության մեջ, իրավիճակների մեջ, բայց
Աստված չի փոխվում եւ այդ անփոփոխ Աստծո ներկայությունը մեր կյանքի մեջ մեզ նոր հատկանիշ, նոր բնավորություն է ձևավորում եւ այդ բնավորությունը հետեւյալն է. ամեն օր արշալույցից փնտրում ենք նրա երեսը։ Հետաքրքիր է Աստծո խոսքը, որ ասում է Աստված էլ ինքն էլ է փնտրում իր երեսը փնտրողներին։ Բարձում է այս փնտրտուքը երկկողմանի է եւ սա սկսել է Աստծուց, որովհետեւ Աստված փնտրում է իր երեսը փնտրողներին։ Ձևակերպման մեջ առաջի տեղում Աստված ինքն է։ Ինքը փնտրեց մեզ եւ ինքը Սուրբ Հոգով դրեց մեր սրտերի մեջ իր կարիքի գիտակցությունը, որովհետեւ առանց այդ գիտակցության մենք դժվար թե մեր ժամանակը ունեցվածքը հարաբերությունները ամենը դնենք իր ոտքերի տակ ու սկսենք փնտրել իրեն։ Շատերը աշխարհում մտածում են, որ այն ժամանակը, որը դու օգտագործում ես պաշտամունքների մեջ, ծառայությունների մեջ, կորած ժամանակ են, բայց իրականությունը նրանում է, որ միայն այդ ժամանակն է փրկվածը։ Այսինքն դավետարանական բացարձակ ճշմարտություն է, երբ որ փնտրես, կգտնես։ Ամեն փնտրտուք կա, նաեւ գտնվել կա։ Փարտիրոջը չկա փնտրտուք, չկա գտնվել։ Մանավանդ եթե դու փնտրում ես մի բան, որը կա, գոյություն ունի, դու չես փնտրում միֆ, դու չես փնտրում ուտոպիա, դատարկություն։ Դու փնտրում ես մեկին, ով կա։ Եթե դու իրականում փնտրեիր մեկին, ով գոյություն չունի, սա ուտոպիա է եւ իհարկե հիմքից զուր կա եւ այս դեպքում դու դժվար է հասնես ինչ որ միտեղ, որը գոյություն չունի։ Ռուսերեն դարոգը в никуда, այսինքն ճանապարհ դեպի ոչ միտեղ։ Քո ամբողջ կյանքը հանկարծ կարող է վերածվել մի ընթացքի, որը տանում է ոչ միտեղ։ Զարմանալի է, օրինակ կարելի է այսպեսի հարց բացասնել։ Ինչ ենք փնտրում մենք։ Սա շատ լուրջ հարց է։ Ինչ է քո կյանքի իմաստը, ինչ ես փնտրում։ Եթե շատ կարճ ձևակերպում անենք, մենք փնտրում ենք արժեք, մենք փնտրում ենք գանձ։ Այդ գանձը ունի իր բացատրությունը։ Եթե կողքից փակագիծը բացենք, այդ գանձի անունն է ուրախություն, երջանկություն, հանգստություն։ Մենք փնտրում ենք օրհնություն, առողջություն, ինչ դրական բաներ, որ կարաս պատկերացնես, այս գանձ ձևակերպման մեջ տեղավորվում է։ Եվ մենք բոլորս փնտրում ենք գանձ։ Ոստեղ կարևոր մրցակցության խնդրի առաջ ենք կանգնում։ Երբ գանձ է այդ ամենը եւ գանձ է Հիսուս անձը։ Եվ ես ուզում եմ հասկանալ, երբ կշերքի վրա ենք դնում այս երկու գանձերին եւ հակասության մեջ ես փորձում կշռես, որ գանձն է հաղթում քո կյանքի մեջ, որովհետեւ հնարավոր է, որ երբ դու ընտրես Հիսուս գանձին, այն մյուս հարցերում պետք է խոնարհված ընկալես եւ ընդունես այն ամենը, ինչը Աստվածանից տրված է քեզ որպես իր բարի կամքի դրսևորում, հաճախ չհասկանալով, որովհետեւ Աստծո կամքը բարին է հաճելին կատարյալը, Աստծո կամքը բարին է, Աստված բարի է, բայց նայում ես առաքյալների կյանքին բոլորը մարտիրոսվածներ են, նայում ես առաքյալների կյանքին այդպես չի, որ բոլորը փայլում էին ունեցվածքի իմաստով, երջանկության իմաստով մարդկային ձևակերպման, բայց իրականությունն այն է, որ այդ մարտիրոսված առաքյալներից յուրաքանչյուրը իր ընտրությունն արել էր Հիսուս գանձի օգտին, եւ այս դեպքում այդ ընտրության արդյունքն էր, որ այն բոլորը ինչը մենք գանձ ենք համարում մարդկորեն, Պողոս առաքյալն ասում էր աղբ եմ համարում։ Ինչպես կարելի է աղբ համարել այն, ինչը հասարակությունների, ժողովուրդների կյանքի կարևորագույն նպատակն է։ Չէ՞ որ մարդիկ հենց դրա համար են ապրում։ Հապա ինչի համար ապրել։ Ինչի համար ապրել։ Այստեղ հետաքրքիր հարց է առաջանում։ Ինչպես մոտենանք Աստծուն, չէ՞ որ Աստծուն ճանաչելով կարող է մեր կյանքում ինչ-որ բան փոխվել, ինչ-որ կարևոր բան փոխվել, եւ ոչ միայն կարևոր բան, էական բան փոխվել, այն ինչը որ կարա որոշի մեր ապագան։ Այլապես մենք սովորական մահկանացու մարդկանցից, սովորական մեղավոր մահկանացու մարդկանցից գրեթե չենք տարբերվի։ Պողոսը ասում է, եթե միայն այս կյանքի համար ենք հուսացել Տիրոջը, այո, խաբված ենք բոլորից ավելի ողորմելին։ Այո, եւ սա իրականություն է, բայց այս իրականությունը երբ մենք նայում ենք գոնե կողքից, մենք նկատում ենք, որ չէ՞ որ այս իրականությունը հատուկ է ամեն մեկիս։ Ուստեղ վտանգը Աստծո խոսքից բարձրանում է մեր առաջ։ Եթե այդ ամենը վտանգավոր են, եթե այդ ամենը վնասակար են,
Եթե այդ ամենը կարող են խանգարել, ինքնին վատը չլինելով, կարող են խանգարել, ապա ում օգտին է մեր կյանքի քվեարկությունը։ Տես այս վերջի շրջանում մեր ժողովուրդը քվեարկությունների մասին է միայն լսում։ Ու չգիտես ինչի այս քվեարկությունները հաճախ այս քաղաքական կյանքը վերածվել էր պատերազմական իրավիճակի։ Ու բոլորը ինչ գործիքներ ու գործիքակազմ ունեն, օգտագործում են միմյանց դեմ։ Հոգևոր կյանքում գուցե ավելի դաժան է եւ ավելի ծածկված այդ պայքարի սուր անկյունները, որովհետեւ մեր թշնամին սատանան ամեն բան անում է, որպեսզի մենք մեր ընտրության մեջ սխալվենք։ Անկամ այն երկրորդ փաթեթը որ կար, ուրախությունը, երջանկությունը եւ այլը, ինչին փնտրում է մարդը եւ ի վերջո չի էլ հասնում դրան, որովհետեւ իրականում ինչ է ուրախությունը չգիտի, իրականում ինչ է երջանկությունը չգիտի, ինչ է իրական բժշկությունը չգիտի, բայց ինքը փնտրում է այդ ամենը, ինքը փնտրում է չիմանալով ինչ է փնտրում, իսկ ստեղ բան չկա, հակասություն չկա, չտեսնել ստեղի հակասությունը։ Մարդիկ ապրում են մի ամբողջ կյանք տասնամյակներ դնում են մի ընթացքի, որ ըստ էության չեն հասկանում ինչ է իրականում դա, որովհետև եթե մենք փորձենք ընկալել այդ երկրորդ փաթեթի յուրաքանչյուր դետալը, մենք կտեսնենք, որ դրանցից ամեն մեկը ուղիղ եւ ուղղակի կապ ունի Քրիստոսի հետ։ Եվ առանց Քրիստոսի գոյություն չունի ոչ իրական ուրախություն, ոչ իրական երջանկություն, ոչ իրական հաջողություն, ոչ իրական առողջություն, գոյություն չունի, ոչ էլ կյանք։ Դες դու օգտագործեցիր հարաբերական բառը, դա շատ կարևոր է, այսինքն քրիստոնյան, երբ որ ինքը սկսում է Աստծո խոսքի հետ շփվի, Աստծո հետ հարաբերություն ունենա, նա սկսում է զանազանել հարաբերականը հաստատումից։ Օրինակ, հարաբերական ուրախություն, հարաբերական հաջողություն, հարաբերական խաղաղություն, այսինքն հիմա կա խաղաղություն, բայց ինքը այնքան փխրուն է, կարա մի վարքյան հետո կորի։ Աշխարհի սիստեմն է դա, այո։ Այդքան էլ խաղաղություն չի։ Բայց երկնային համակարգը իր մեջ չունի հարաբերականություն, իր մեջ ունի հաստատություն։ Որովհետև Աստծո խոսքը հաստատուն հիմք է։ Եթե ուրախություն, ուրեմն նա հարաբերական չի, նա հավիտենական է։ Եթե խաղաղություն, հավիտենական, եթե հաջողություն, հավիտենական, սա հավիտենական իմաստ ունի իր մեջ։ Հավիտենական հաստատուն իմաստով։ Հաստատուն է։ Այո, որովհետև նա կապ չունի քո տրամադրությունների, քո իրավիճակների, քո անկումների կամ վերելքների հետ, նա միշտ հաստատ է։ Սա շատ կարևոր է։ Շատ ճիշտ բան է։ Հարտիրոջը եւ այստեղ չհիշել հոբին չի կարելի։ Հոբը իր ընկած խորխորատի մեջ ասում էր. ինձ սպանի է Իրան են պաշտելու։ Շատ զորավոր։ Ինձ սպանի էլ Իրան են պաշտելու։ Հիմա պատկերացրեք, ինչ կար կորցնելու, որ չէր կորցրել։ Ամենն է կորցրել էր, չէ՞։ Անկամ կինն էր հակադրվել։ Այսինքն կորցրել էր ամեն բան իր շնչից բացի։ Բայց անգամ այդ վիճակում այնքան կարևոր ու շեշտված էր իր կյանքի մեջ Աստծո հետ մտերմության, Աստծո փնտրտուքի եւ Աստծո կարևորության հանգամանքը, որ ինքը մտածում էր ամենամեծ երջանկությունը Աստծո ձեռքերի մեջ, Աստծո մեջ հանգելն է։ Մեկը բոլորը ուշ թե շուտ գնում է։ Ոչ մեկ չի մնում, բայց ով ինչի մեջ է ավարտում իր կյանքը, ով ում մեջ է ավարտում իր կյանքը։ Այստեղ կարևոր է, որ մենք քրիստոնյաներս կարողանանք արժևորել սա։ Իսկապես մենք քրիստոնյա ենք այն պատճառով, որ Քրիստոս ապրում է մեր մեջ։ Սա մեր արժանիքը չի, որ Քրիստոս ապրում է մեր մեջ, բայց Քրիստոս երբ ապրում է մեր մեջ առաջացնում է որոշակի արժանիք։ Ինքը մեր մեջ մեր արժանիքն է, Փառք Տիրոջը, եւ Քրիստոսի պատճառով է, որ Տիրոջ սիրտը բարի կատարյալ ու հաճելի կամքի բովանդակությամբ հեղվում է եւ ուղղորդվում դեպի մեզ։ Սրա պատճառով է, Քրիստոսի պատճառով է, որ մենք ապրում ենք։ Քրիստոսի սիրո պատճառով է, որ մենք ապրում ենք։ Ավելին ասեմ, Քրիստոս ինքն է ապրում մեր մեջ։ Եվ շատ կարևոր է, որ ինքը ապրի մեր մեջ։ Ձևակերպումը նորից եմ կրկնում։ Քրիստոս ապրում է մեր մեջ, ու շատ կարևոր է, որ ինքը ապրի մեր մեջ։ Այդպես, երբ որ մենք ասում ենք Քրիստոս ապրում է մեր մեջ, սա իմ ոնց ասեմ, թույլ կողմերից մեկն է, որ սրա զգայուն կողմերից մեկն է։ Այ կարող ենք ասել, ինչպես ենք հասկանում, որ Քրիստոս ապրում է իր մեջ,
եթե ոչ այս հաստատուն արժեքների պատճառով օրինակ ես ասում Քրիստոս ապրում է իմ մեջ այո եւ նա այնքանով է ապրում իմ մեջ որքանով իմ ուրախությունը երկնային է կամ հաստատուն է սա ցուցիչ է չէ՞ նա այսինքն ես տրամադրություն ունեմ շատ ուրախ եմ չունեմ ուրախ չեմ ու ասում եմ Քրիստոս իմ մեջ է ինչ հակասություններ կա սրա մեջ այսինքն սա նաև ցուցիչ է մենք դրանով ենք հասկանում որ Հիսուս իմ մեջ է որովհետև այդ արժեքները ձևավորվում են ինչպես դու ասացիր շատ լավ ես իմ ասած ձևակերպումը մի քիչ փակագծերը բացեմ Քրիստոս ապրում է մեր մեջ Աստծո ասում էր Հիսուս ասում էր երկնքի արքայությունը մոտեցել է երկնքի արքայությունը ձեր մեջ է երկնքի արքայությունը Քրիստոսն է մեր մեջ Հիմա երբ մենք փորձում ենք ընկալել ինչ է արքայությունը, ինչ է թագավորությունը, մենք հասկանում ենք, որ այդ թագավորության մեջ կան տարբեր դերակատարումներ։ Դու կարող ես ապրել թագավորության մեջ, բայց թագավոր չլինել։ Բայց մեկ բան է թագավորության մեջ բնակիչը, մեկ այլ բան է թագավորը իր թագավորության մեջ։ Քրիստոս ապրում է մեր մեջ։ Եվ կարևոր է, որ Քրիստոս մեր մեջ ապրի թագավորի նման։ Որ մեր կյանքերը իր առաջ որպես թագավորի առաջ խոնարհված կյանքեր լինեն սա է նշանակում կարևոր է որ Քրիստոս ապրի մեր մեջ այնպիսին ինչպիսին որ ինքն է որովհետև հավատացյալներից դեպքում այս խնդիրը կա ճանաչելով Աստծուն նրան չտվեցին այն փառքը որին ինքը արժանի է հիմա չտալ նրան այն փառքը որին արժանի է սա սկսում է այնտեղից որ չհասկացանք որ փառքին է ինքը արժանի որ տա ինք նրան այդ պարքը Աստծոն ասում է ամբողջ մտքով ամբողջ սրտով եւ ողջ զորությամբ նրան բերեք ձեր երկրպագությունն ու փառաբանությունը բայց գուցե մենք նրան ուղակի փառաբանեցինք խոսքի ծայրով էդ էլ մեկ օրվա մեջ չգիտեմ քանի անգամ գուցե շաբաթվա մեջ մի քանի անգամ էլ չեմ ասում դեպքեր կան տարվա մեջ մի քանի անգամ սա արդեն ծանր դեպքերն են բոլոր դեպքերում Քրիստոս մեր սրտերի գահին բազմած թագավորը պիտի լինի Տես երբ որ ասում եմ թագավորություն դա նշանակում է մի թագավորություն որը ունի իր թագավորական օրենքները ամեն արժե համակարգը լեզվամշակույթը հա լեզվամտածողությունը տարբեր է չես կարող ունի իր կարգն ու կանոնը չես կարող թագավորության մեջ ապրել ուրիշ երկրի կանոններով նկատում ես սա շատ անգամ իր լեզուն ունի Իր լեզուն ունի, միանշանակ, իր մշակույթ ունի, իր ճաշակ ունի Եվ սա հրաշալի է Այո, որտեվ եթե ազգ քահանայական, հա, թագավորություն, ուրեմն դա լրիվ առանձնացված մի բան է Այդ դու սրա մասին ես խոսում, չէ՞, այսինքն Աստծո արքայությունը մեզ մշակում է, վերստին ծնունդի արդյունքով մի նոր մշակույթ ամեր մեջ մեզ դարձնում է արքայության քաղաքացիներ, թագավորության մարդիկ եւ այդ թագավորության հատուկ ամեն կարգն ու կանոնը իր ողջ պարունակությամբ ու փաթեթով ձևավորում է մեր բնավորության մեջ, որովհետեւ այդ արքայությունը ոչ թե ուղակի տարածություն է, որ պետքա լցնել մարդկանցով, այլ այդ թագավորությունը Քրիստոսը ինքն է Եվ այն լցվում է իր բնավորության կերտումով մեր մեջ Մենք փրկության մեր խնդիրը լուծվում է ապաշխարությամբ Երբ մենք հավատքով Հիսուսի առաջ բացում ենք մեր սիրտը Հիսուս արի իմ կյանքի մեջ Քո արյունով մաքրի իմ մեղքերը Քո հարությամբ էլ հարություն տուր իմ հոգուն Ինձ վերածնի քո զավակը դարձրու Մեր փրկության խնդիրը ստեղ լուծվում է Եթե դրանից հետո մեր աչքերը փակվեն այս երկրի վրա Երկնքում բացվելու են Փառք Տիրոջը Բայց եթե չեն փակվում դրանից հետո ու հələ մենք մի քանի տասնյակ տարիներ պիտի ապրենք Այդ ամբողջ process-ը մենք էլ վերածնվելու կարիք չունենք Վերածնվածը նորից ծնվելու կարիք չունի Բայց սրբանալու եւ հասունանալու կարիք ունի եւ այս սրբացման ու հասունացման process-ը մեկ այլ բառով կարելի է ասել Քրիստոսի պատկերի կերտումը մեր կյանքերի մեջ Աստված մեզ իսկապես այդ ընթացքում կերտում է եւ դարձնում այդ թագավորությանը իսկապես պատկանող մարդիկ որովհետեւ մենք այդ թագավորության մարդիկն ենք ստեղից սկսած Այդպես չի որ մեռելուց հետո ենք մտնելու թագավորություն Թագավորությունն արդեն մեր մեջ է Եթե թագավորությունը այստեղ երկրի վրա մեր մեջ չի մենք թագավորության մեջ չենք լինի
Եթե Հիսուս այստեղ մեր մեջ չի, մենք հետո Հիսուսի հետ չենք լինելու։ Խնդիրը այստեղ է լուծվում։ Մեր ընտրության տեղը, ստեղա, մեր ընտրատարածքը երկիրն է։ Ստեղ ենք մենք ընտրում։ Հիսուսին ենք ընտրում կամ առանց Հիսուսի կյանքն ենք ընտրում։ Եթե ընտրել ենք Հիսուսին, ուրեմն սովորում ենք մոտենալ նրան, որովհետև այդ ընտրության հնարավորությունը առաջացավ այն ժամանակ, երբ ինքը մոտեցավ մեզ։ Ասում ոչ մեկ երբեք չի տեսել։ Միածինը, որ նրա ծոցում էր, նա եկավ եւ նա հայտնեց։ Եթե Հիսուս չի եկել քո կյանքի մեջ հայտնելու հոր մասին, դու հոր մասին տեղեկություն չունես։ Ինչպես հրյաները, որոնք Եգիպտոսի երկրից դուրս եկան, եւ Եգիպտոսի երկրից դուրս եկան հրաշքների բազմազանությունը տեսնելով, հրաշքներ, որոնք երբևիցե չկրկնվեցին։ Աբրահամ անկեղծ զարմանալի հրաշքներով անցավ այդ ժողովուրդը, իրանց աչքերը տեսան, իրանց ոտքերը քայլեցին, կարմիր ծովի հատակով քայլեցին։ Նրանք տեսան, թե ինչ է տեղի ունենում Եգիպտոսում փարավոնական այդ ժամանակներում, երբ աշխարհակալ մի պետություն ծնկի էր եկել Աստծո առաջ ընդամենը։ Եվ Աստված դիտավորությամբ դա իր ժողովրդին էր ցույց տալիս։ Աստծո խնդիրը չեմ կարծում թե այն էր, որ Աստված ուզում էր փարավոնին պատժեր չէր կարում։ Այդպես չի։ Այդ բոլոր քայլերը նրա համար էին, որ Իսրայելը իր ժողովուրդը տեսնի թե ում հետևից է ինքը գնալու, որքան զորեղ է նա եւ կարողանա նրա զորեղությունը տեսնելով խոնարհվի նրա բազուկի առաջ։ Ստեղ մի փոքր նկատառում թույլ կտաս, նայ Փաստորեն ինչ է կատարվում։ Դա նաև եւս մեկ ապացույց է, որ մարդը որքան էլ որ հրաշքներ տեսնի, այո, տեսնելը չի ձևավորում մարդու մեջ հավատք։ Լսելն է ձևավորում, դա շատ կարևոր է։ Այո, հավատքը լսելուց է։ Տեսնենք, որ հավատանքը չի աշխատում։ Ուրիշ ձևակերպում է աշխատում։ Հավատա կտեսնես նա աշխատում։ Բայց հավատքը ձևավորվում է լսելուց։ Աստծո խոսքը լսելուց։ Արտիրոջը։ Այդ երբ որ ես ասում եմ Աստծո խոսքը կամ Հիսուսի մեջ է, դա նշանակում է, որ ես սիրում եմ լսել։ Իմ լսողական ապարատը շատ զգայուն Աստծո խոսքի նկատմամբ։ Կարող ենք այդպես ասել։ Միանշանակ։ Ու ավելին ասեմ, Աստծո խոսքը լսելը սկսվում է նրան յուրահատուկ տեղ տալուց։ Այո, որովհետև այդ ժամանակը քո ականջը բացվում։ Այո։ Քո ականջը, ստեղ էլ բարձում ականջ կա, խորհրդապատկերային։ Ստեղիդ ականջը բացում այն ժամանակ, երբ դու արժևորում ես այդ խոսքի արժեքը։ Այո։ Երբ այն քո կյանքի մեջ սկսում է ունենալ իր կարևորագույն հիմնարար տեղը, որովհետև դու նրան մոտենում ես մի բանի, որը քո կյանքի մեջ ձևավորելու է մի ողնաշար, որի վրա կառուցվելու է քո կյանքը։ Ես կարող եմ ասել, որ թույլ կտաս մի բաներ շոշափենք, որտեղ շատ կարևոր է։ Լսել չի նշանակում դեռ կարդալ։ Լսել նշանակում է կարդալ եւ ընկալել, մտածել, խորհել։ Օրինակ մտածել բառը շատ հետաքրքիր արմատ ունի։ Մտած։ Ահա, մտնել բառն է։ Այսինքն մտածել նշանակում է մտավ։ Չէ՞։ Դա ես առաջ անգամ ճիշտ է լսեցի, բայց լավն է։ Հակա կամ ներծծվեցի, այ իմաստ ունի, ներքաշվեցի, ներգրավեց, ինձ այդ խոսքը բռնեց։ Այո, խոսքը մտավ իմ ներսը, իմ էության մեջ մտավ։ Մտածել բառը հենց դրա մասին։ Այ կարծում եմ էդի լսեց։ Դու լսեցի ուրեմն։ Եթե խոսքը մտավ, բռնեց, դու լսած ես։ Արտիրոջը։ Լսել ես եւ այդ խոսքը սկսում է կարդալուց, բայց կարդալուց էլ է սկսում։ Այո։ Կարդալուց, մտածելուց, խորհելուց նրա վրա, հետո պրպտելուց եւ խորթացելուց հետո այն սկսում է բացվել քո ներսում եւ մտնել որպես մեղրից անուշ մի բան։ Հավատքը արարում։ Այդ ինքն է հավատքը արարում քո մեջ։ Դու վերածնունդի ժամանակ ունես այնքան հավատ, ինչքանը քեզ բավական է Հիսուսին քո կյանքի մեջ հրավիրելու համար։ Դա էլ է Աստծո խոսքից առաջանում։ Բայց չես կարող ասես, որ քեզ հավատքը պետք է միայն վերածնունդիդ համար։ Արդյոք մենակ վերածնվելու համար է հավատքը պետք։ Աստծուն մոտեցողը պիտի հավատա։ Դու երբ ես Աստծուն մոտենում, միայն վերածնունդի ժամանակ։ Չէ՞ որ քո ողջ կյանքը Աստծուն մոտենալու process է։ Դու չես կարող ասես ես արդեն մոտեցել եմ, տեղ եմ հասել։ Դու երբեք տեղ չես հասնելու, հավիտենության մեջ էլ տեղ չես հասնելու, որտեղ Աստված
անսահման է։ Դե նայ Եվ սա է հավիտենություն, որ ճանաչեն քեզ։ Ամեն, դու պիտի մոտենաս, որ ճանաչես։ Դու պիտի մոտենաս նրան ու շարունակ մոտենաս նրան։ Եվ այս process-ը երբեք չի ավարտվելու, սկսելած տեղից, չի ավարտվելու անգամ երկնքում, որովհետև անգամ երկնքում մենք շարունակ ճանաչելու ենք իրեն, ճանաչելու ենք եւ այդ հրաշք մեր Տիրոջով ապրելու ենք եւ վայելելու նրա ներկայությունը։ Իհարկե ամեն անգամ ամեն այսպիսի վայելքը մեր սրտերում բերելու է նորանոր խոնարհություն, նոր շնորհակալություն, շնորհքը ընկալելու ընդունակություն։ Ամեն։ Եվ այս շնորհքը ընկալելը մեզ դարձնելու է շնորհքը կրողներ, եւ այս շնորհքը կրելու արդյունքում մենք դառնալու ենք իրական իր պատկերը եւ նմանություն ունեցող էակներ, իրական պատկերը եւ նմանությունը։ Այն ինչ նպատակով Աստված մարդուն ստեղծում էր երկրի վրա։ Սա էր Աստծո ծրագիրը, եւ այդ ծրագիրը իր հաղթական ավարտն ունի։ Իր հաղթական ավարտն ունի։ Աստված դու սիրում ես ասել, չի պարտվում։ Աստծո մոտ չկան գրանցված պարտություններ, որովհետեւ չկա այդպիսի մի թշնամի, որ կարողանա պայքարի Աստծո դեմ եւ գոնե չեզոք հաշտություն կնքեն իր հետ։ Հաշտություն չկա Աստծո հետ։ Աստված ինքն է ամենը ամենի մեջ։ Ամենի մեջ ամենը ինքն է եւ ինչքան շուտ ենք սա ընկալում, այդքան շուտ ենք խոնարհվում իր առաջ, որքան շուտ ենք խոնարհվում իր առաջ, այդքան շուտ ենք հանդիպում իր հետ։ Իսկ ինչքան շուտ ենք հանդիպում իր հետ, այնքան հրաշալի է դառնում նրան ճանաչելու process-ը։ Ամեն։ Այդտեղից է սկսում, որովհետեւ իրական խոնարհությունը ամփոփվում է երկյուղով։ Աստծո երկյուղը իմաստության սկիզբն է, ասում Աստծո խոսքը։ Հիմա իհարկե այդ երկյուղ բառը նաև վախ իմաստը ունի, բայց ոչ թե կորուստի վախը, այլ իրականում Աստծո ներկայության սուրբ ակնածանքը։ Միակ վախը, որ ազատում է քեզ մնացած վախերից։ Միակ վախը, որ ազատում է վախից։ Այո, ամեն։ Վարտիրոջը միակ վախը, որ քո ընտրությունն է։ Քո ընտրությունն է։ Մյուս վախերը քո ընտրությունը չեն բարի են թեթև իմաստով, որ եթե դու չես ընտրում Աստծո վախը, արհեստական հայտնվում ես մյուս վախերի մեջ։ Սա էլ է ընտրություն, բայց քո գիտակցված ընտրությունը չի սա։ Հիմա, բայց երբ ընդունում ես Տիրոջ երկյուղը, նրա առաջ խոնարհվելու եւ խոնարհված մնալու քո դիրքորոշումը, սա հնարավորություն է տալիս, որ դու դիրքավորվես ոչ թե Տիրոջ նկատմամբ թշնամական դիրքում, այլ բարեկամի դիրքում։ Միացտեղ հարց եմ ուզում նաև բարձրացնեմ, չգիտեմ այդ զգացողությունը ունեցել ես թե ոչ, Աստծուն մոտենալու արդյունքում ինչա տեղ ունենում, երկու կարևոր հանգամանք կա։ Առաջինը նկատում ես քո փոքրությունը եւ երկրորդը նրա մեծությունը։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Սա ցուցիչներից մեկն է, մենք մոտ ենք Աստծուն թե ոչ, երբ որ մենք հասկանում ենք ինչքան փոքր ենք մենք իր առջև եւ ինչքան մեծանա եւ ինչպես կարելի է մեծը փոքրի հետ հաղորդակցություն ստեղծի։ Ախր փոքրի հետ, չէ՞։ Այդ փոքր բառը շատ մեծ է, այն բանի թե ինչ ենք մենք։ Այո, շատ ճոխ է։ Այո, երբ մենք մտածում ենք, որ մենք մեծ ենք ինչ-որ բան ենք, սա նշանակում է մենք Աստծուն հələ չենք պատկերացնում։ Ընդհանրապես չենք էլ մոտեցել։ Որովհետև մեծ թե փոքր, սա համեմատություն է, չէ՞։ Հիմա դու համեմատում ես քեզ ինչ-որ մի բանի հետ կամ ինչ-որ մեկի հետ եւ փորձում ես հասկանալ դու մեծ ես թե փոքր։ Դու կարաս մեծ լինես երեխայի նկատմամբ, բայց դու փոքր լինես քեզանից մեծի նկատմամբ։ Դու միաժամանակ համ փոքր կարաս լինես, համ մեծ, բայց Էսի երբ մարդ-մարդ հարաբերությունների մեջ է համեմատությունը, բայց երբ մարդ-Աստված հարաբերությունների մեջ է, Պողոս Առաքյալի ձևակերպումը բոլոր սահմանները համեմատական էլ հնարավոր չի վերել էլի, ասում եմ ես ոչինչ եմ։ Ոչինչ է։ Հիմա աստե չգիտես սա փոքրն է թե ինչն է։ Այ Աստծո հետ համեմատության մեջ լավագույն ձևակերպումը Աբրահամ աղբերջան, լավագույն ձևակերպումը այս սա կարա լինի, որ մենք իսկապես իր այդ լույսի մեջ մենք տենանք։ Մենք ոչինչ ոչ թե ուղղակի չկանք, այլ այդ համեմատության մեջ ամենահրաշք վիճակը կարծում եմ դա է։ Այդ ոչինչը պետքա դա նկատելի է դառնում։ Այդ ոչինչը շատ ավելի մեծ է, քան աշխարհի մեծամեծերն են, որտեղ ասում եմ երկնքի արքայության մեջ ամենափոքրը Հովանես Մկրտչից մեծ է։ Հովանես Մկրտիչը աշխարհի ամենամեծերից էր, որովհետև նա մարգարե էր, որը
պատրաստում էր տիրոջ ճանապարհը ուղղակիորեն նաև ֆիզիկական իմաստով ոչ թե խոսում էր նրա մասին այլ հենց բուն նրա գործունեությունը ծառայությունը Քրիստոսի ճանապարհի պատրաստումն էր ասում է խոսքն ասում է տիրոջ խոսքը որ Հովանեսից մեծը չկա Հովանեսից մեծը չի եղել 5 տականի ամենամեծ մարգարեն է բայց երկնքի արքայության մեջ ամենափոքրը ամենավոչինչը ավելի մեծ է քան աշխարհի մեծամեծերը եւ այլն եւ Փարտիրոջը դրա համար այնտեղ չափանիշներն են ուրիշ ուղակի չափման միավորներն են ուրիշ Աբրահամ ջան հավիտենության մեջ դու չես կարող ինչ որ բաները չափերով փորձես ընկալել եւ հասկանալ դրա համար կարող ենք ասել եթե մեկը իրեն ինչ որ մի բան է կարծում Արդեն սխալ լույսի տակ անայում նա չի հանդիպել Աստծո հետ նա Աստծո հետ կամ այդ պահի սխալ լույսի տակ անայում լույս ուղղակի թուլացել է հնարավոր չի ասեն ճանաչողը իրան մի բան կարծի դա այո թեև այդ ինչ որ մեկը կարա շատ ավելին լինի քան աշխարհիկ շատերը քան աշխարհի շատ մեծեր այո սրա մասին չի խոսքը այն մասին է որ Երբ մեր եթե համեմատվում ես, մի համեմատվի սովորաբար, բայց եթե համեմատվում ես, համեմատվի տիրոջ հետ։ Եվ սա կօգնի, եւ սա կօգնի, այո, եւ սա կօգնի քեզ խոնար մնալ, իսկ խոնարհությունը առողջության նշան է, որովհետեւ խոնար ժամանակ դու կարող ես Աստծո հետ ապրել։ Իսկ երբ հպարտ ես, դու Աստծուն հակառակ ես։ Այսինքն Աստծո քեզ հակառակ։ Այո, այս դեպքում դժվար թե առողջությունը գա թափվի քեզ անցելի։ Լավ, շատ լավ խոսք, Աստված խոնարհներին շնորհք է տալիս։ Ամեն Ամեն Աշխարհը ասում է որ դու մի խոնարհվի որտեվ խոնարհությունը խեղճության նշան է, թուլության նշան է, բայց իրականում խոնարհությունը ուժեղի հատկանիշ է, որովհետեվ միայն ուժեղի ոտքերը կարող են գիտակցված ծալվել Տիրոջ առաջ, գիտակցված ծալվել, ոչ թե խեղճությունից ընկնել, այլ գիտակցված ծալվել Տիրոջ առաջ։ Այս սա իրական հավատքն է, որտեվ դու գիտակցաբար քո կյանքը եւ ամեն ինչը կապված է քեզ հետ ընծայում ես Աստծուն, որովհետև համարում ես, որ նա է իսկապես ամենը, որ լցնում է քո կյանքում ամեն բան։ Ինքը քո կյանքի միակ կարիքն է։ Եվ երբ դու գալիս ես այս գիտակցության, բարձվում է խնդրեցեք երկնքի արքայությունը եւ նրա արդարությունը, մնացած ամեն բաները կտրվեն ձեզ որպես հետևանք։ Որպես հետևանք այս խնդրվածքի։ Մենք խնդրում ենք մնացած ամեն բաները։ Չենք ստանում եւ դա Եվ սա չենք ստանում ինչի տեղերը խառնում ենք սիրում ենք մենք խառնել տեղերը սովորաբար տեղերը խառնելը սա դիվային իմիջալով սա դիվային ներգործության հետևանք է որտեվ Եդեմի պարտեզում Արուսյակը խառնեց տեղերը Աստծո ձևակերպման եւ սա մոլորության տարավ նա ճիշտ էր ասում որ դուք Աստված բարերը ճիշտ էր օգտագործում բարերը ճիշտներ օգտագործում բայց սխալ ձևակերպման եւ հերթականության մեջ այո եթե բարերը ուրիշ օգտագործեր ճճացող կլիներ տարբերությունը եւ Եվան չէր գնա դրան բայց քանի որ պրոֆեսիոնալ կերպով օգտագործվեց բարերը ճիշտն էին սխալ դասավորությամբ եւ սխալ տոնայնության մեջ եւ ամեն բան պրավալի գնաց այդ շատ լավ բան ասիր որ մենք շատ ենք սիրում մարդու բնույթն է այտենց որ փոխի ամ տեղերը խառնի այո նոր բան ստեղծի իր համար հա էլի կարևորը իր տեղում չի երկրորդականը կարևորի տեղում է այո դա պետք է վերադասավորվի մեր կյանքում եւ սրանին չենք ասում եթե մի օր սա է կարևոր մի օր նա է կարևոր սա անկարգ կյանքն է երբ չկա կանոն քաոսն է սա այո սա քաոսն է բայց այս քաոսը ունի մեկ կառավարիչ որ կարողանա ամեն բան շտկի քաոսի հեղինակը սատանան է բայց քաոսը կարգավորողը մենակ Տերն է Տերը կարա գա մեր կյանքերի ցանկացած քաոս բերի կարգ ու կանոնի բայց ինքը պետքա իր տեղում լինի մեր կյանքի մեջ ամեն ինչ իր տեղում երբ որ ամեն ինչ իր տեղում ամեն ինչը իրանից է սկսում խաղաղությունը հենց դրանով է պայմանավորված որ ամեն ինչ տեղում ամեն ինչը սկսում է իրանից եթե ինքը մեր կյանքում գահի վրա նստած չի մեր սրտում է բայց գահի վրա չի գահի վրա դեռ մենք ենք երբ ինքը մեր կյանքում է մենք անգամ ոչ ուղակի բայց ասում ենք այն մասին որ Տեր դու ինձ պետք ես ոչ թե կառավարելու եւ իշխելու համար այլ դու ինձ պետք ես
որ ինձ օգնես, որ ես իմ կյանքում իմ երազները, ծրագրերը, երազանքները իրականություն դարձնեմ։ Ես գիտեմ, որ ես այդքան ուժ չունեմ, որ դա իրականացնեմ, որտեղ եթե մենք ունենք մի երազանք, որը կարող ենք կատարել, դա էլ երազանք չի, մենք կատարում ենք դա։ Իսկ երազանքները մի քիչ այն ոլորտի մեջ են, որոնք մենք չենք կարող եւ աջակցի կարիք ունենք։ Այստեղ մի հատ հարց եմ ուզում բարձրացնել։ Դες դու շատ կարևոր բան ասացիր եւ հիմնային հարց ասա։ Սա արդյոք չի նշանակում փորձել Աստծուն։ Իհարկե նաև նշանակում է։ Իսկ դա շատ վտանգավոր ավելին սա կարա կործանարար լինի։ Անգամ կարա կործանարար լինի։ Ես ծրագիր ունեմ, եթե դու Աստված ես, դու պետք է ինձ օգնես, որ այս ծրագիրը իրականանա։ Սրա մեջ նույնիսկ չարամտություն կա։ Սրա մեջ նույնիսկ չարամտություն կա։ Մոտենալ Աստծուն նրան օգտագործելու նպատակով։ Վաու։ Շատերը մոտենում էին Հիսուսին։ Շատերը, այդ թվում փարիսեցիներ, սադուկեցիներ եւ այլն։ Բայց արդյոք բոլորի մոտեցումը մեկ նպատակ ուներ՝ Հիսուսին լսել եւ նրանից Աստծո խոստանը։ Ոչ։ Որոշները մոտենում էին նրան չարախոսելու համար։ Գալիս էին, որ նրանից բան լսեին, որ չարախոսեին նրա դեմ։ Այն աստիճանի չարախոսություն, որ նրան կարողանային մահվան տանեին։ Այս նպատակն էին հետապնդում։ Փաստորեն կներես ընդհատեցի քեզ։ Ասա Աբրամ ջան։ Փաստորեն ինչա կատարվում։ Մի հատ ուզում եմ այս մեխանիզմը մի հատ ուսումնասիրենք, Աստծուն փորձելու նախ Աստված օրենքների մեջ սա է դրել։ Քո Տեր Աստծուն չփորձես։ Այո։ Որտեղ ինքն էլ չի փորձում եւ չի փորձվում։ Դա չի այդ օրենքը աշխատում է։ Հիմա էլ աշխատում։ Հիմա ինչա կատարվում։ Տեր, ես ծրագիր ունեմ, բայց կուզեմ, որ դու իմ ծրագիրը, եթե դու Աստված ես, եթե իմ Աստվածն ես, դու այս ծրագիրս պետքա հաջողացնես։ Նկատում ես ինչա կատարվում։ Օգտագործել Աստծուն սեփական ծրագրերը իրականացնելու համար։ Հələ եկեք մտածենք, էլի ինչ ասա, ինչպես է սա լինում։ Անգիտակցաբար, երբեմն գիտակցաբարել, ինչպես ենք մենք փորձում, թե գիտես, ես իմ աղոթների մեջ եմ նկատել եմ, որ երբեմն թելադրում եմ Տիրոջը, առանց հասկանալու, որ վտանգավոր խաղեր ասա, ճիշտ չի, նորմալ չի, ճիշտ Աստծո խոսքն ասում է, իմ ձեռքի գործերի համար պատվեր տվեցեք, բայց պատվեր դու իրա ձեռքի գործերի համար, ոչ թե քո ծրագրերի համար պատվերներ ուղարկի։ Այսինքն խորքային իմաստով sense է, մի հատ փորձենք Աստծուն, կօգնի, չօգնի մենք մեր ձևում ենք, նկատում ես քո մենք ունենք զապաս ծրագիր ունենք, մենք պլան B ունենք, բայց փորձենք տենա, կարող է օգնի։ Մենք այդպես չենք ասում, բայց մեր վերաբերմունքն այո, մեր վերաբերմունքն է դա ասում։ Մեր Աստվածը չարեց կամ արեց կամ անտեսեց կամ չպատասխանեց։ Մենք իրար ճանաչելու շատ այդքան կարիք չունենք։ Երբ մենք մեզ ճանաչենք, ինքներս մեզ, բոլորս իրար նման ենք։ Հետևաբար, երբ ես ինչ ճանաչում եմ, դու ես իմ նման։ Եվ բոլորս իրար նման ենք մեր վատ իմաստով էլ, լավ իմաստով էլ։ Այո, հին բնույթով բոլոր մեղավոր մարդիկ նույնն են։ Մեկի մոտ մի քիչ շատ դրսևորված, մյուսի մոտ մի քիչ քիչ դրսևորված, բայց բոլոր մարդկանց էությունը նույնն է, մարդը մեղավոր է։ Եվ մեղքի վարձքը մահ է, մարդը դատապարտված է մահվան իր բնության պատճառով, մեղավոր բնության պատճառով։ Հիսուս եկա փոխեց ամեն բան, նոր շանս ու հնարավորություն տալով։ Եվ այսօր իմ կոչումը, մեր կոչումը այն է, որ մոտենանք Աստծուն, շարունակ մոտենանք Աստծուն, որովհետև այդ մոտեցման արդյունքում մեր կյանքերը սկսում են վերափոխվել, վերանորոգվել, մեր կյանքերը սկսում են ձևափոխվել կամ էափոխվել, սկսում է նրանց էությունը փոխվել դեպի Քրիստոսի էությունը։ Եվ այդ ժամանակ մարդիկ մեզ նայելով էլ մեզ չեն տեսնում, մեզ մեղավորներից չեն տեսնում, մեզ նայելով Տիրոջն են տեսնում, որովհետև Հիսուս ասում էր, ես հոր գործերն եմ անում։ Հիմա երբ մենք էլ սկսում ենք ճանաչել Տիրոջը, չէ՞ որ շատ մեր գործերը մեր հոր գործերն են, մեր Տիրոջ գործերն են։ Մենք իր պատվիրանն ենք կատարում, երբ մենք իր պատվիրանն ենք կատարում, դա մեր գործը չի, դա իր գործն է։ Երբ մենք բարեխոսում ենք միմյանց համար, դա իր գործն է։ Այսինքն մենք չենք ապաշխարել նրան համար, որ ինքը մենք գործ ունենք, ինքը միջամտի։ Ինքը գա մեզի օգնի։
Մենք ապաշխարել ենք ու մտել իր ծրագրի մեջ։ ծրագրի մեջ։ Մենք ենք իր ծրագրի մեջ մտել։ Եվ մենք դառել ենք նոր կյանքի ուղի ունեցող մարդիկ, ովքեր ապրում են թագավորության համար, Հիսուս թագավորության համար։ Ապրում են նրա ծրագրի մեջ, տիեզերական ծրագրի մեջ, ապրում են եւ գործում նրա խոսքերը խոսելով եւ նրա գործերը գործելով։ Մենք այսօր ի՞նչն ենք խոսում։ Նրա խոսքը։ Եվ շատ նորմալ է, որ մեզ լսելով իմանան, որ մենք նրա խոսքն ենք լսում, ոչ թե մեր խոսքն ենք խոսում։ Մարդիկ ունկնդիրները լսեն Տիրոջը, եւ այդ խոսքը Տիրոջից առնեն իրենց համար։ Ինչպես մենք առել ենք եւ խոսում ենք, առաքյալներն ասում են, ինչ լսեցինք, ինչ տեսանք, այդ ենք պատմում։ Մենք մեզանից բաներ չհորինենք ներկայացնենք, այլ այն ինչը փոխեց մեզ, մենք այդ մասին ենք խոսում։ Եվ սա է կարծում եմ առողջ տեղ տանող, հավատքի մեջ, հավատքից դեպի հավատք տանող, որտեվ հավատքն էլ աճելու կարիք ունի։ Այսօր եթե ես հավատում եմ ընդամենը մանանեխի հատի չափ, ես պիտի իմանամ, որ վաղը այդ մանանեխի հատի չափ հավատքը ծառի վերածված մի բան պետք է լինի, որովհետև մանանեխն ու ծառը նույնն են, այդ բանի մեջ, սերմի մեջ, այդ ամբողջ ոչ միայն ծառը կա, անտառը կա։ Այդ մանանեխի անտառը կա եւ թռչունները նրանց վրա պիտի հանգստանան, այսինքն մենք շատերի համար Աստծո ծրագրի մեջ, շատերի համար հովանի լինելու, հանգստանալու պատճառ պիտի դառնանք։ Ընդամենը մանանեխի հատի չափ հավատք ունենալով։ Տեր ջան, օգնի ինձ, որ գոնե մանանեխի հատի չափ հավատք ձևավորվի իմ մեջ, որ ես կարողանամ քո կամքի մեջ մտնեմ ամբողջ ծավալով։ Կարողանամ մտնել քո ծրագրի մեջ, որ դու կարողանաս իմ կյանքի մեջ լինես այն, ինչը ես իրականում։ Ոչ թե դու գաս ինձ օգնելու, որ ես կարողանամ իմ ծրագրերը իրականացնեմ, այլ Տեր օգնիր ինձ, որ ես կարողանամ խոնարհվեմ քո ձեռքի տակ, քո ծրագրերի իրականացման մեջ, թե իմ կյանքի մեջ, թե իմ ընտանիքի մեջ, թե իմ երկրի մեջ եւ ընդհանրապես ողջ երկրի վրա։ Ամեն։ Քրիստոնյաներս Այս երկրայինով ու երկրավորով չի, որ բավարարվում ենք։ Մեզ սա այդքան էլ պետք չի։ Ասում եմ մի սիրեք աշխարհի եւ այն ամենը ինչ աշխարհի մեջ է, այդ սերը այն սիրո մասին է, որ դու ամեն բան տալիս ես դրա համար։ Այս աշխարհի համար ամեն բան տալ պետք չի։ Եթե դու ունես ամեն բան, որ ուզում ես ընծայել, դա մեկ ուղղություն ունի մենակ։ Դրա անունը Հիսուս է։ Եվ լավ կլինի, որ ակնածանքով, երկյուղով շարունակ փորձանենք մոտենալ իրեն Աբրահամ ջան, որովհետև հակառակ պարագայում Աստծուն մոտենալիս կամ Աստծո փնտրտուքի մեջ իմանանք, որ կարող է սատանան աշխատել եւ Աստծո աղավաղված պատկեր ու կերպարանք էլ ներկայացնել մեզ։ Տեսեք, Իսրայելի ժողովուրդը անապատում էր։ Մենք ժամանակ ունենք։ Ունենք։ Ուրեմն Իսրայելի ժողովուրդը անապատի մեջ էր եւ հնազանդվելով էր Աստծուն անապատում հայտնվել։ Աստված ասել էր գնա Մովսեսին ասել էր գնա Փարավոնին ասա իմ ժողովրդին բաց թող նպատակը, որ նրանք ինձ երկրպագեն։ Նրանք ինձ անապատի մեջ պիտի երկրպագեն։ Սա հայտարարված էր Տիրոջ կողմից։ Իսրայելի ժողովուրդը անապատում էր։ Ու երկրպագելու փոխարեն անընդհատ շարունակական երկրպագության փոխարեն այսպիսի մի խնդրի առաջ կանգնեց։ Մենք ուրեմն նկատում ենք, որ Ելից 32-րդ գլխում, երբ Մովսեսը բարձրացավ Աստծո ներկայության մեջ, որովհետև այդ ներկայությունը շատ քաղցրուանուշ էր Մովսեսի համար։ Նա ամեն անգամ գիտենք երկու անգամ բարձրացավ, բայց ամեն անգամ Աստծո այդ մտերմիկ շփումն ու հաղորդակցությունը իր սրտի կարիքն էր, կարևորագույն բաղկացուցիչներ։ Ու այդ ամենը փոխում էր իր կյանքը եւ իր փոխված կյանքը փոխում էր իր ժողովրդին։ Հիմա հայտնվել էր Աստծո ներկայության մեջ եւ 40 օր շարունակ սորական մարդկային տրամաբանությունն ասում էր Մովսեսը չկա էլ։ Մովսեսը իր այդ ուտելիք չի տարել, ոչինչ չի տարել, թվում է թե իրանք որ Եգիպտոսից դուրս էին եկել ու Աստծո կամքի մեջ քայլում էին 40 տարի անապատում մնացին, իրանց այդ ուտելիք էին բերել կամ հագնելիք էին բերել։ Այսինքն հետաքրքիր է, չէ՞, մեր կարևորագույն մտածմունքները սահմանափակվում են ֆիզիկականի մեջ։ Եվ մենք մտածում ենք, որ Աստված մեր կյանքի մեջ ունի կարևորագույն դերակատարում, այս խնդիրները լուծելու դերակատարումը։ Իրականում այդ խնդիրները կանան հետևանք լինեն կարևորագույն խնդրի լուծման պարագայում միայն, բայց այդ կարևորագույն խնդիրը պետք է գիտակցել եւ դրան մոտենալ։ Մովսեսը մոտեցավ, գնաց Տիրոջ
տիրոջ մոտ գնաց, տիրոջ մեջ գնաց, չգիտեմ, որ բառն ասեմ, որտեվ սաղ ճիշտն է, սաղ էլ ճիշտ է, նա գնաց Աստծո մեջ եւ շփվում էր նրա հետ այնտեղ։ Ինչ կերպ չգիտեմ։ Սա էլ է իսկապես փափագ ու ցանկություն հայտնվելու նման կերպ, այդ կրակի ամպի մեջ, ես չգիտեմ ինչի մեջ, չգիտեմ ինչ բառ ասեմ։ Բայց չմոռանանք, որ Մովսեսի մասին Աստված վկայում էր, որ նա աշխարհի ամենահեզ մարդն է։ Այսինքն անդիմադրելի Տիրոջ առաջ։ Եվ սա էր նրան թույլ տալու։ Սա էր նրա արժեքը։ Սա էր Աստծուն մոտենալու իր արժեքը։ Դրա համար Տերը այդքան մոտեցավ իրան։ Հիմա ինչա Տերը մեզանից այսքան հեռու։ Գուցե մենք հենց այդտեղ ենք կաղում։ Գուցե խոնարհության խնդրում ենք մենք կաղում եւ Տերը Սուրբ Հոգով ուզում է այս խնդիրը լուծի մեր կյանքի մեջ, որ մենք սովորենք Աստծո առաջ երկյուղածությամբ խոնարհվել իր ձեռքի տակ, իր կամքի տակ, Հայր, քո կամքը թող լինի երկրի վրա իմ կյանքի մեջ, ինչպես երկնքում։ Լավ, ես հասկանում եմ ինչ եմ աղոթում։ Քո թագավորությունը թող գա իմ կյանքի մեջ, ինչպես երկնքում։ Ես հասկանում եմ ինչ եմ աղոթում։ Քո անունը սուրբ լինի իմ կյանքի մեջ, ինչպես երկնքում։ Ես դա հասկանում եմ ինչ եմ աղոթում։ Ինստիտուտ է։ Եթե ես դա հասկանում եմ, Աստծո ներկայությունը կգրավի, կուլ կտա մեզ իր մեջ։ Եվ մենք կդառնանք Մովսես երկրորդ, երրորդ, չորրորդները, բարի ամենալավ իմաստով, Փառք Տիրոջը, բայց հիմա ուզում եմ գալ այստեղ։ Ինչ վիճակում էր Մովսեսը եւ ինչ վիճակում հայտնվեց Ահարոնը ժողովրդի հետ։ Մովսեսը 40 օր չեկավ։ Եվ այնտեղ ժողովուրդը մոտեցավ ու ասեց. Աստված ենք ուզում, երկրպագության խնդիր ունենք։ Ուզում ենք երկրպագենք Աստծուն, մեզ համար Աստված շինիր։ Ուստեղ արդեն չես հասկանում ոնց պիտի Ահարոնը ըստ այդ ժողովրդի իրանց համար Աստված շիներ։ Այս ինչ պատվեր էր Աստծո շինարարության, այս ինչ նոր շինարարություն էր, որ պետքա կերտվեր։ Եվ երկրորդ կարևոր հարցը. արդյոք այդ շինարարությունը այսօր կանգ առել։ Միթե այսօր մարդիկ իրենց կյանքերի մեջ իրանց երազանքների ու պատկերացումների աստվածները չեն շինում։ Այո, աստվածները չեն շինում։ Իսկ ինչն էր ամենամեծ վտանգը։ Ահարոնը հնազանդվեց ժողովրդի կամքին, մարդիկ զոհաբերությամբ, բառի ամենավատ իմաստով, իրենց ոսկիները եւ ամեն ինչը բերեցին, լցրեցին եւ ոսկի մի հորդ ձուլեցին, չէ, եւ կանգնեցրին ու ցավը հետեւյալում էր։ Ահարոնն ասեց. ահա սա է Եհովան, որ ձեզ Եգիպտոսի երկրից հանեց։ Ստեղ վտանգներից մեկը գիտես ինչա։ Եթե զուգահեռ բերենք մեր առօրյա, այսինքն մեր կյանքը հասկանալով ինչի մասին է խոսքը, մենք երևակայում ենք Աստծուն, Աստվածաշնչի մեջ է Աստծուն։ Երկու տարբերակ ունենք։ Կամ երևակայում ենք Աստծուն, Հիսուսին, կամ ուզում ենք իրոք հասկանալ նրան, գտնել, բացահայտել, երկու տարբերակ ունենք։ Ամենահեշտ տարբերակը երևակայինն է, քեզ ասեմ, բայց դա արդյոք չի համարվում կուրք։ Այն Հիսուսին, որ ասում ես, ես Հիսուսին ունեմ, Հիսուսին սրտում է, արդյոք դա կուրք չի։ Արդյոք իրականում դա կա։ Հասկանում ես, արդյոք այդ Հիսուսը, որին դու ասում ես ես ունեմ, իրական Հիսուսն է։ Սրանք հարցեր են։ Այստեղ կարծում եմ շատ էական է, այդպես ասողը հասկանում է ինչ ասում, թե ուղղակի ոչ, որովհետև եթե իսկապես Հիսուսին ունի, Հիսուս կուրք լինել չի կարող, բայց եթե իր պատկերացրած Հիսուսը եւ Սուրբ գրքի Հիսուսը տարբեր Հիսուսներ են, ինչպես Ղուրանի Հիսուսն ու Սուրբ գրքի Հիսուսը տարբեր են, այստեղ խնդիր է։ Այստեղ խնդիր է։ Իհարկե, հիմա ամբողջ մուսուլման աշխարհը ասում է մենք հավատում ենք Հիսուսին, Իսային հավատում ենք, որպես խոշոր մարգարեի, մեծ մարգարեի հիմա, բայց արդյոք իրանք կարան ասել, որ իրանք Հիսուսին հավատում են։ Սա խնդրեմ է։ Սա այո, մյուս կողմից եթե մարդիկ ուղղակի խաչը, սրբապատկերը անունը դնում են Հիսուս եւ իրանց վերաբերմունքը այդպիսի առարկաների նկատմամբ, այնպիսին է, ինչպիսին Հիսուսի նկատմամբ պիտի լիներ, սա էլ է խնդիր։ Իհարկե խնդիր։ Դայլակուրկ։ Երբ գուցե դեպքեր կան, երբ առարկայացված չեն,
բայց միևնույնն է Աստծո պատկերի աղավաղումն են ներկայացնում։ Իրական պատկերի աղավաղումն է ներկայացնում։ Այն ինչը որ ասում էինք, չէ՞, հիմա սատանան հո քնած չի, սատանան կարա շատ գեղեցիկ բառեր վերցնի սուրբ գրքից, ինչը եւ անում է մշտապես, եւ անում էր Հիսուսի ժամանակ, Հիսուսի հետ էլ էր անում, չէ՞։ Նա Հիսուսին փորձելու ժամանակ 40 օրյա փորձության ժամանակ ամեն անգամ մեջբերումները սուրբ գրքից էին։ Գրված է քարերին ասես հաց լինի, պիտի հաց դառնան ուտեն, սոված ես, ասա թող լինի։ Քեզ մի հատ վայր գցից տեղից հրեշտակները պիտի գան պահեն։ Այդ ամենը գրված էր իսկապես, բայց այդ ամենը որպես տար գրված լինելով Հիսուս չգնաց ու չընկավ այդ թակարդի մեջ։ Չընկավ այդ թակարդի մեջ եւ սովորեցրեց, որ ոչ միայն հացով կապրի մարդ, ոչ միայն ասուն փորձելով պիտի ապրես, այլև ասուն չի պիտի փորձես, որովհետև Աստված ինքը չի փորձվում եւ չար կերպով էլ չի փորձում ոչ մեկին։ Դու չես կարող ասուն փորձել, որովհետև դու միամիտ ես, եթե մտածում ես, որ դու մի բան ես ասում, որ ասում պիտի զարմացնես։ Չկա քո կյանքի մեջ մի բան, որով դու կարող ես ասուն զարմացնել։ Բացառությամբ մի բանի կասեմ։ Մեր աղոթքները հաճախ Տիրոջը ներկայացնում ենք գեղեցիկ գունավոր կերպով մեր խնդիրները։ Թե մենք ինչքան շատ ու գեղեցիկ խնդիրներ ունենք, մեկ-մեկ այնքան լավ ենք ներկայացնում, որ տպավորությունն է, իսկ ինչ ենք ուզում այդ դրանից ազատվենք։ Եթե այդքան լավն է, եթե մեր հիվանդությունը աշխարհի ամենալավ հիվանդությունն է, ամենածանրն է, մենք բացառիկ հիվանդներ ենք, մենք բացառիկ ընկածներ ենք, բացառիկ մեղավորներ ենք, մեկը իր մեղքը այնպես է ներկայացնում, կարծես աշխարհի ամենամեղավորը ինքն է, եւ այդ մեղքը, ասենք, չգիտեմ, շնության մեղքը, ավելի շնության է, քան մեկ ուրիշի շնության մեղքը։ Մեղքը։ Ու մեղքը։ Մեկի մարդասպանության մեղքը ավելի մարդասպանություն է, քան մեկ ուրիշի մարդասպանություն։ Մեղքը։ Սուտ խոսալու վարձքն էլ է մա։ Ստախոսության վարձքն էլ է մա, շնության վարձքն էլ է մա, մարդասպանության վարձքն էլ է մա, անհավատության վարձքն էլ է մա։ Ու այս ամենը մեղքի վարձքը մա հա ի վերջո։ Այս դեպքում լավ, ինչ ենք ուզում Տիրոջը ներկայացնենք մենք։ Եթե մենք Աստծուց ակնկալում ենք իր միջամտությունը մեր կյանքի մեջ, մեզ ընդամենը կարող ենք ասուն զարմացնել բացառապես մեր հավատքով։ Բացառապես մեր հավատքով, ուրիշ բանից Տերը չի զարմանա։ Չէ, Հիսուսը զարմացավ հավատքի համար։ Այո։ Կնոջ։ Նայ, մարդու բնույթի մեջ մի հատ հետաքրքիր վատ բան կա։ Մարդը միշտ, տես մենք խոսացինք տեսնեմ հավատամ, չէ՞։ Մարդը սիրում է իր կուռքին պատկեր տալ։ Հենց սկսեց պատկեր տալ, դա դառնում է կուռք։ Այո։ Հա? Եվ դա առաջանում է մարդու ներսը, ասենք, օրինակ, կուռքերը ինչպես են ստեղծվել։ Մարդու ներսը նկարագիր է կազմվել, եւ ըստ այդ նկարագրի փայտից, երկաթից, չգիտեմ ինչ, կուռք է ստեղծել։ Հունարենում այդ բառը իկոնա բառն է, եւ մեզ հայտնի իկոնաները, դա այն պատկերներն են, ինչը ունի մարդու պատկերացումը Աստծո նկատմամբ։ Այո, բայց սկիզբը որտեղ է տեղի ունենում։ Մարդու ներսը, մեր աշխարհում։ Դες Հիսուս հետաքրքիր բան ասաց. մի սիրի աշխարհը եւ ինչ որ աշխարհի մեջ է։ Այդ աշխարհը տեսանելին չի։ Այս տեսանելին մարդու ներքին աշխարհի վերարտադրությունն է։ Շենքեր, չգիտեմ, բարեր, չգիտեմ, կազինոներ, մարդու ստեղծագործ իր մտքի հետևանքն է, այսինքն նկարագրի հետևանքն է։ Աստծո ընդհանուր գլոբալ ստեղծագործության մեջ մարդու մասնակցությունն է, ֆիզիկական աշխարհը։ Այո, եւ Հիսուսը որ ասա մի սիրի աշխարհը, դա խոսում է մարդու ներքին պատկերացումների, նկարագրի, բանի, ինչ որ հղիացել է մարդու մեջ այդ արտաքին երևույթը, որ հղիացել, այդ դրա մասին է խոսում, դա քո մեջ է, դա մեն մեջ է տեղի ունենում, այդ աշխարհը, այդ պատկերը, այդտեղից սկսում է, բայց չի ավարտվում այդտեղ, որովհետև խառնվում է նյութականանում է հետո, բայց սկիզբը ստեղ է։ Հիմա ինչը մեզ պիտի հետ պահի այդ աշխարհը սիրելուց, որովհետև կրոնը հենց այդ աշխարհը կարա լինի նաև դրա մեջ այո, աշխարհը եւս կրոնա։ Մարդու մեջ կրոնա ստեղծվել։ Ես իմ Հիսուսը ունեմ, իմ պատկերացված Աստված ունեմ, ես էլ այդ աշխարհի մեջ եմ,
Նրանք իմ ուզած ձևով աշխատում են ինձ համար։ Չգիտեմ, մի քիչ կոպիտ եմ երևի արտահայտում։ Շատ լավ, ես այդ միտքը կշարունակեմ, ավելի կկոպտացնեմ, որպեսզի երևա։ Աբրահամ եղբայրան։ Աստված ստեղծել է երկինքն ու երկիրը, չէ՞, եւ այն ամենը ինչը երկնքում է եւ երկրի վրա։ Մեր ամեն տեսանելի բաները Աստծո ձեռքի գործերն են։ Ամեն մեկը հրաշք է իր ողջ էության մեջ։ Բնությունը ամենը հրաշք է։ Այո, ես խոսում եմ ֆիզիկական ստեղծագործության մասին։ Մարդու վերաբերմունքը Աստծո ֆիզիկական ստեղծագործության նկատմամբ կարող է վերածվել չար մտքի եւ վերաբերմունքի հետևանքով կրոնական խայտառակության։ Տեսեք, Աստված ստեղծել է մոլորակները։ Դու նայում ես մոլորակներին, դու չես հասկանում մոլորակները, դու նայում ես արևին, չես հասկանում ինչպես հարկն է, ինչպես վերաբերվես նրա հետ, եւ երկրի վրա առաջանում են չհասկացվածության հետևանքով եւ սատանայի աշխատանքի հետևանքով առաջանում են արևապաշտություն, մոլորակապաշտություններ եւ այլն, որոնք տես ֆիզիկական աշխարհի տարրերը մտան կրոնական աշխարհի ձևակերպման մեջ եւ դարձան կուրկեր։ Չէ՞ որ տիեզերական մարմինների նկատմամբ պաշտամունքը եւս խայտառակ կռապաշտությունա կամ ասենք հրեշտակների կամ չար ոգիների դևերի ընկած հրեշտակների այս ձևակերպումները ես մտածում եմ որ այդ ընկած հրեշտակները շատերին երևացել են շատ ազգերի ու ժողովուրդների եւ մարդիկ այդ ընկած հրեշտակներին տեսնելով նրանց պատկերներ են տվել նրանց աստվածներ են համարել եւ կռապաշտությունը շարունակվել է տարածվել փորձել են ամեն մեկը Եթե անգամ այդպիսի բաներ չեն տեսել, հորին են այդ քո ասածը, որ իրենց էությունից բխեցրել են իրենց պատկերացրած Աստվածը։ Տես, եւ այդ Աստծո անունը կարան նույնիսկ Հիսուս տնեն։ Այս է վտանգավորը։ Այն քո ասածի մեջ, որ եթե ես Հիսուսին ունեմ, բայց իմ Հիսուսը իմ Հիսուսն է մենակ։ Էդի Սուրբ գրքի Հիսուսը չի է, իմ Հիսուսն է։ Ես եմ սարքել նրան։ Կարդացել եմ ավետարանը, պատկերացրել եմ իմ մեջ ու սարքել եմ իրան։ Ուստի ստացվում է, ես չեմ Հիսուսինը։ Ինքն է իմ Հիսուսը, իմ Հիսուսը, իմ սեփականն է։ Կա տենց արտահայտություն։ Մի չգիտեմ, մի համարը թույլ կտաս կարդամ, որովհետև շատ ուղիղ կապ ունի։ Սա այդպես ինչ ասում ուրեմն Պողոս Առաքյալը։ Որոնցում այս աշխարհի Աստվածը փոքրատար։ Այն անհավատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լույսը չծագի նրանց վրա, որ աներևույթ Աստծո պատկերն։ Այո։ Միակ տարբերակը, որ կարելի է Աստծո պատկերը տեսնել, դա Քրիստոսի փառավոր ավետարանն է։ Այ քեզ բան։ Քրիստոսի փառավոր ավետարանը լույսը, այո, աներևույթ Աստծո պատկերն է ներկայացնում մեզ։ Ուրիշ տարբերակ չկա։ Աստծո պատկերը մենակը տեղ է։ Մենակը տեղ է, իր խոսքի մեջ է։ Կարելի է այդպես ասել։ Որովհետև իր խոսքը ինքն է։ Ինքն է։ Ուզում ես ճանաչես, սկզբում էր բանը։ Իր պատկերը։ Եվ այդ բանը Աստծո պատկերն է։ Սկզբում էր բանը։ Եվ դա Աստծո պատկերն է։ Աներևույթ Աստծո, հետաքրքիր է, չէ՞։ Մի կողմից աներևույթ, բայց մյուս կողմից պատկեր։ Ես այ միակ պատկերը, միակ իկոնա բարի լավ իմաստով։ Միակ պատկերը Քրիստոսն է, որ ներկայացնում է մեզ Եթե սա չի, մնացած բոլոր բաները կուրքա։ Այո։ Մի քիչ թեթև, մի քիչ ուզում ես դիր։ Ուզում ես Եհովա դիր։ Սարկածը ցուլա, անունը Եհովա դրեցիր, այդ ցուլի Եհովա չի դառնում։ Դու գիտես հрьяաները այդ ցուլին չփորձեցին նմանեցնել Եհովայի հետ։ Այո։ Իրենց ներքին պատկերը ստեղծելով։ Ես ստեղ ուզում եմ ուրիշ զուգահեռել բերեմ Աբրահամ ջան։ Ընդամենը 1 րոպե։ Ուրեմն հիմնականում գիտենք հայերեն տառերը ունեն նաև թվային արժեք։ Հին եբրայերեն տառերը ունեցել են նշանագրեր, պատկերային, նկարային պատկեր դրսևորումներ։ Եվ սովորաբար Աստված անունը կամ բառը ձևակերպվել է ցլի գլխի նշանով։ Երևի թե սա էլ է դեր խաղացել, որ իրանց սարկածը ցուլ է եղել։ Բայց անգամ այս դեպքում չի արդարացվում։ Ցլապաշտությունը Աստված պաշտություն չի։ Եվ Տերը հատուկ պատվեր էր տվել, ինձ պատկեր չտաք։ Ոչ մի բանի նմանությամբ, որովհետև ոչ մի բանը իմ պատկերը չունի։ Հիսուսի համար ասում է ինքն է պատկերը։ Քրիստոսի փառավոր ավետարանը։ Հալելույա։ Աստծո աներևույթ, որն է Աստծո աներևույթ պատկերը։ Գժվելու բան է, չգիտեմ ինչ ասեմ։
Տեր դուր մեզ քո փառավոր ավետարանի լույսը ել ավելի, որ մենք կարողանանք այդ լույսի մեջ Քրիստոսի մեջ տեսնել քո պատկերը, իրական պատկերը։ Եվ խոնարհվելով դրա առաջ խնդրել, որ Սուրբ Հոգին մեր մեջ կերտի այդ պատկերը։ Ամեն։ Այդ պատկերը ամեն մեկիս մեջ կերտի։ Մաքրունը, ճիշտը, մեզնային իրան տենան։ Աստվածայինը, երկնայինը, լուսավորը։ Որտեղ մենք դրա կարիքն ունենք։ Ամեն մեկս դրա կարիքն ունենք։ Եվ այդ պատկերը նախ մեզ է պետք, Աբրահամ ջան, նախ մեզ է պետք։ Եթե մենք չենք հասկանում, որ մեր այս երկրային այս մի քանի տասնյակ տարիների կյանքը ժամանակավոր է եւ մենք իրական մեկ կարիք ունենք, Հիսուսը դրա անունը, մեր կյանքը անցնում է եւ անիմաստ ու անպտուղ է անցնում։ Եվ մենք հետո վերջում կանգնած կոտրված տաշտակի առաջ, այն հայտնի հեքիաթի կոտրված տաշտակի առաջ, չենք էլ հասկանում, թե ամբողջ ընթացքի իմաստը որն էր։ Եվ Սողոմոնի նման չեմ ուզում ավարտենք այդ խոսքերով, որ ունայնության։ Իմանանք կարևոր մեկ բան ամնում, պաշտի Տիրոջը, խոնարհվի իր առաջ, իր ձեռքի տակ, իր կամքի տակ խոնարհվի եւ մոտեցի նրան, նա խոնարհ սիրտ ունեցողների հետ է եւ նա բարձրացնում է։ Ամեն, փառք Տիրոջը։ Ես էլ մի կոչ կանեմ, միասին ինձ էլ ավերաբերում ես կոչը, եկեք չսարքենք, եկեք չկազմակերպենք, ինչ որ պետք է Տերը կազմակերպել, ուղղակի անդիմադրելիորեն հանձնվենք, ջրի պես կաթանք նրա առաջ, չգիտեմ ինչ ասացի, բայց հերվենք, ոնց ասեմ, ոչնչանանք, փոշիանանք նրա առաջ, էլ ինչ ասեմ, և նա ամեն բան արել է, չկազմակերպենք քրիստոնեությունը մեզ համար, դա աշխարհն է, որ ասում է թշնամություն է Աստծո առաջ։ Քրիստոնեությունը Քրիստոսն է մեր մեջ։ Վերջացավ։ Սա է քրիստոնեությունը։ Քո աղոթքով ավարտենք եղբայրս։ Հայր ջան, խոնարհվում ենք քո առաջ։ Քո սիրո, քո ողորմության, քո մեծության առաջ Տեր։ Խոնարհվում եւ փառք եմ տալիս քեզ հենց քեզ համար։ Շնորհակալ եմ Հայր այսօրվա համար, այս ժամի համար։ Շնորհակալ եմ Աբրահամ եղբորս համար եւ մեր ունկնդիրների համար։ Շնորհակալ եմ այս ծառայության համար եւ այս հնարավորության համար, որ տվեցիր հերթական անգամ քո մասին եւ քո խոսքը բարձրաձայնելու։ Ամեն։ Սիրելի Տերս, թող քո խոսքը մեր սրտի տախտակների վրա շարունակ գրվի։ Եվ թող այն մշտապես քաղց ու ծարավ առաջացնի մեր մեջ եւ շարունակ քաշի դեպի քեզ։ Դու ասում ես մոտեցեք ինձ եւ ես կմոտենամ ձեզ։ Տեր, դու արդեն մոտեցել ես մեզ, օգնիր, որ մենք էլ կարողանանք մեր բաժին ճանապարհը անցնել հավատքով։ Որ մենք կարողանանք մոտենալ քեզ ակնածանքով, որ մենք կարողանանք տալ քեզ այն փառքը, որին դու արժանի ես։ Իսկապես, դա դու սովորեցրում ես Տերս։ Մենք կարիք ունենք Տեր, ավելի ու ավելի շատ ճանաչելու քեզ, որովհետև այդ ճանաչողության մեջ է, որ ինքներս սկսում ենք մեզ էլ ճանաչել։ Սիրելի Հիսուս, մենք քո կարիքն ունենք։ Քեզ ենք գալիս, մեր ընտանիքներն ենք քեզ բերում, մեր հայրերին, մեր զավակներին, մեր եղբայրներին, քույրերին, մեր ազգը, ժողովուրդը, մեր երկիրը, քեզ ենք բերում Տեր ամեն բան։ Եվ քո կամքն ենք խնդրում մեր կյանքերում, մեր երկրի մեջ։ Քո կամքն ենք խնդրում ինչպես երկնքում ա Տերս, թող այն իրականություն դառնա։ Դու մեզանից ամեն մեկին քո մեջ ու քեզանով աղուլույս ես դարձրել այս երկրի վրա։ Եվ մեր խնդրանքն ա Տեր, որ մենք մեր համը չկորցնենք, որ մենք միշտ մնանք քո մեջ, ու մեր սրտի քաղցը ծարավը դու լինես մշտապես, եւ մենք ամեն օր փափագենք քո ներկայությանը։ Ահա մեր խնդրանքը Տեր։ Մենք խնդրում ենք քո արքայությունը եւ արդարությունդ երկրի վրա, վստահ ենք մնացած ամեն բաները կտրվեն մեզ։ Թող փառավորվի անունդ մեր կյանքերում, եկեղեցուդ մեջ Տեր, ողջ երկրի վրա, ինչպես երկնքում է։ Ամեն։ Ամեն։ Փառք ես Տեր։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Ալելույա։ Շնորհակալ ենք այս պատգամի համար, Աստծո հետ մտերմություն, եւս մեկ թեմա, եւ իրոք շատ կարևոր էր շոշափել այս թեման, նորից վերանայել, ինքնակնության գալ, հասկանալ արդյոք այն Հիսուսը,
որին մենք Տեր ենք կոչում, իրականում այն Հիսուսն է, որ ավետարանի Հիսուսն է։ Ավետարանի Հիսուսն է, թե մենք ենք սարքել կրոնական պիտակով։ Սա լուրջ մեզ մտածելու առիթ հատալի։ Տեր օրհնի քեզ, շատ շնորհակալ ենք եւ օրհնված, հաջողված եւ պատխաբեր եղիր եղբայրս։ Հալելույա։ Իրա փառքի համար։ Տեսնենք, ես ուշադիր չէի գալ ամսի 10 ինչ օր անկնում, բայց եթե շատ կիրակի չի, վստահ նորից կտեսնենք քեզ, Տեր օրհնի եղբայրս։ Առաջ Աստված աղբես։ Շնորհակալ եմ։ Սիրելի քուրեր եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը այսօր եւ մենք շատ ուրախ ենք, որ մեր առավոտը սկսեցինք Աստծո խոսքով։ Իսկ մենք ձեզ սպասում ենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մանրաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։